Ես մոտեցա իրեն ողջունելու, այո, ես իհարկե ինքը շատ արագ ընկավ հիստերիայի մեջ, սկզբից որ նենց իրան թվաց, թե բարի նպատակներով եմ մոտեցել, սկսեց ժպտալ ու ավելի մոտեցավ, ու ես արդեն շարունակեցի, ու ինքը շատ արագ ընկավ իրան բնորոշ, դե որպես բժիշկ գնահատում եմ, որ ինքը ադեկվատ չի, շատ անադեկվատ եւ հոգեկան շեղումներով, շարժումներով եւ փորձում էր ինքը անգամ ինձ ձեռքերով կպնել, ես մի քանի անգամ գոռացի, ասացի ձեռքերը թեռու տար։ Հա, այդպես։ Չեք կարծում, որ իրավապահները կգան ձեր հետևից, ինչ-որ հետևանքներ կունենան։ Եթե սրա համար պետք է գան, գիտեք ինչ, ես իմ խոսքը սկսեցի, ասացի, այն ինչը որ ես պետք է ասեմ, դուք բազմիցս լսել եք, բայց ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ նայել ձեր աչքերին եւ ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Ու դե հետո շարունակեցի չկրկնվեմ։ Թող գան, եթե դրա համար ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ես ասում եմ, ես չէի կարող հանդուրժել, որ ինքը գա իմ սրբավայրը, իմ տունը, իմ սրբավայրն է։ Գա ստեղ իրա կեղտոտ ոտը հասնի ստեղ եւ ես իմանամ ու չիջնեմ ներքև։ Կներեք, ես չէի կարող։